Ես շատ եմ ուզում լսել ձեզանից ու հասկանալ իշխանության գալով վերջապես մեր երկրում գործելու է օրենքը, թե ոչ։ Գիտեք, ընդդիմությունները մի հատ հատկություն ունեն մինչև իշխանություն դառնալը։ Իրանք միշտ ասում են հա, միշտ հասնում են իշխանության, մի 2 տարի դիմանում են, հետո ամբողջ օրը դատավորներին հրավանգներ են տալիս։ Ճիշտ եք ասում։ Ես չէի ցանկանա որևէ կասկած առաջացնել իմ խոսքը, բայց մի բան կարող եմ հաստատ ասել։ Ուրիշ մոտիվացիա, ուրիշ նպատակ, քան այս մեր երկիրը փոխելու մենք չունենք։ Եվ այդ ճանապարհին մենք անելու ենք ամեն ինչ, որ երբ որ մենք չլինենք, ուրիշ իշխանություն լինի, չկարողանա անի այն, ինչ հիմա են անում։ Պարոն Կարապետյան, դուք ինչպես եք գտնում Սփյուռքին արժե ներգրավել ձեր ծրագրերի համար, որովհետև ունենք կայացած մարդիկ, որոնք կարող են մեր տնտեսությունը զարգացնել։ Պատկերացրեք մի ազգ, որ 60%-ին չի ներգրավում process-ների մեջ։ Հայ ժողովուրդը 7-8 միլիոն է տարբեր տվյալներով, բայց Հայաստանում ապրում է 3 միլիոն։ Այսօր Սփյուռքը ինչքանով է ներգրավված Հայաստանի process-ների մեջ։ Օրինակ մենք գիտենք Անգլիայում կա Լորդ Արա Դարզի, ամենահայտնի լորդերից է, ով Անգլիայի առողջապահական համակարգի ստեղծողն է։ Հայ, մեր օրենքներով ինքը իրավունք չունի Հայաստանում որևէ պաշտոն ստանա։ Որևէ հնարավորություն չի կարող նա ունենալ Հայաստանում։ Սա ինչ է նշանակում, որ մենք Սփյուռքի լավագույն համալսարանները սովորած մեր մասնագետներին չենք կարողանում ներգրավել Հայաստանի համար, որ ծառայեն իրենց հայրենիքին։ Օրենքով սահմանափակված է։ Այսինքն մենք կարող ենք ունենալ առողջապահության նախարար, ով առողջապահության հետ նոր է կապեր հաստատել, բայց օրինակ Արա Դարզի նման նախարարին չենք կարող ունենալ։ Եվ այսպիսի օրինակները հարյուրավոր են։ Մեր ազգի ներկայացուցիչները ամբողջ աշխարհում լավագույն դեմքերն են իրենց ուղղություններով։ Բայց Հայաստանում նենց օրենսդրական սահմանափակումներ ենք դրել, որ մարդիկ ուղղակի պետքա գան, Արարատը նայեն ու գնան։ Որևէ անելու բան չունի։ Երկրորդը շատ կարևոր հարց նաև օրենքի գերակայության առումով, եթե սփյուռքահայերը պաշտպանված զգացին Հայաստանում, Հայաստանի ամբողջ պոտենցիալը կկրկնապատկվի։ Միայն մեր սփյուռքի հայրենակիցների հաշվին։ Մեծ թիմով եք աշխատում։ Այս պայն հիմնականը աշխատում եմ ես իմ արհեստական բանականությամբ գործիքներով, բայց հետագայում նախատեսում ենք թիմի մեջ էլի մարդիկ ընկեր։ Շատ լավ է, ոգևորիչ է։ Մենք ունենք այս պոտենցիալը ու ականատես ենք լինում դրան։ Պատկերացրեք ինչ կլիներ, եթե մասնագիտացված դպրոցներ լինեին։ Ի պաշտպանություն մեր երկրի հիմնական այն փրկիչ բանը պետք է լինի, պարոն Կարապետյան, որ պետք է ես խնդրեմ, որ ծրագրերում ներառեք մշակութային քաղաքականության դոկտրինան։ Մենք պարտավոր ենք պահպանել մեր մշակույթը, մեր ինքնությունը, մեր տեսակը։ Շնորհակալ եմ շատ ոգևորիչ խոսքի համար։ Շնորհակալ եմ բոլորից, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք։ Խնդրում եմ այնինչ այսօր քննարկեցինք, այն ծրագրերը, որ ներկայացրեցինք, պատմեք ձեր ընկերներին, շրջապատին տնտեսական ծրագրերի մասին։